Կան շատ տարբեր տեսակի ազգեր։ Ես ուզում եմ ներկայացնել Վրաստանի ազգերի պատմությունը, որը սկսվել է 1.8 միլիոն տարիներ առաջ, եւ առաջի անգամ նրանց նախնադարյան մարդիկ համարում են, որ եղել է Մզյան եւ Ձեզվան, որի կանգեր հայտնաբերվել են Դմանիսում 1.8 միլիոն տարի առաջ, եւ Վրաստանի նախնիները համարում են, որ Մզյայի եւ Ձեզվայից են սկսվել։ Մենք ամենահին քրիստոնյա ժողովուրդ, մեր Հայաստանի պատմության մեջ նաև եղել են ողբերգական դեպքեր, եւ մենք յուրաքանչյուրս չպետք է մոռանանք այդ ողբերգությունների մասին, եւ մենք բոլորս ցույց պետք է ունենանք, որ այդպիսի ողբերգական իրադարձություններ երբեք չեն կատարվի։ Երկրի բնակչությունը հիմա հասնում է մոտավորապես 7 միլիոնի, սակայն կան ազգեր, որոնք միլիարդի, բայց սակայն կան ազգեր, որոնք կանգնած են ոչնչացման եզրին, որը կոչվում է գեոբալիզմ, այսինքն մարդիկ չունեն այդ պայմանները գոյատևելու եւ հետզհետե վերանում են։ Օրինակ այդպիսիք են Քենիա, որի մարդկանց քանակը չի հասնում է մոտավորապես 160,000-ի, եւ կան շատ այդպիսի պետություններ, որոնք ոչնչացման եզրին են կանգնած։ Տարբեր ազգեր ունեն իրենց ավանդույթներ, օրինակ Չինաստանում մարդուն չի կարելի նվիրել, տան տիրոջը չի կարելի նվիրել։ Վիրավորվում են, որովհետև դա հուշում է, որ իրենց մոտ հուշում է, որ տան տերը չունի լավ կահույք, նրա տունը անտգեղ է, դրա պատճառով իր ընկերը նրան ծաղիկ է նվիրում։ Չինաստանում դա արգելված է։ Հին ազգերին են պատկանում նաև գալերն ապրում էին Գալիայում մեր պարտությունից առաջ 5-րդ դարից մինչև հռոմեական դարաշրջանը, նրան խոսում էին գալերեն, որը համարվում էր կելտական մշակույթի լեզու, ֆրանսիացի պատմաբանները գալերին համարում էին, մինչև որս էլ համարում էին ֆրանսիացիների նախնիները, Գալերը մեր վարակությունից առաջ առաջին հազարամյակում որպես համարվում էին կելտական մշակույթի մի մաս, նրանք զարգացել են 3-րդ դարում։ Հուլին ապրում է Գվիանայի տարածքում, նրանց քանակությունը հասնում է մինչև 150,000-ի։ Նրանք նաև ապրում են Պապուայի Ինդոնեզիայի տարածքներում։ Ընդունված են պահպանել տվյալ երկրներում։ Օրինակ նոր տարին նշում են տարբեր երկրներում տարբեր կարգի։ Օրինակ Ֆրանսիայում ընդունված է ձմեռ պապը Պեր Նոելն այցելում է նոր տարվա գիշերն ու նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ, իսկ Իսպանիայում նոր տարվա գիշերը ժամացույցի զարկերի հետ միասին բոլոր մարդիկ պետք է ուտեն 12 խաղողի հատիկներ, իսկ Չինաստանում նոր տարին լապլանդների տոնն է, այն նշվում է լուսնային օրացույցի 15 օրը։